Զգույշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջին չանեք, նրանցից տեսնվելու համար։ Եթե ոչ, վարձք չունեք ձեր հորիցն, որ երկնքումն է։ Արդ երբ որ ողորմություն անես, փող մի հնչեցնիր քո առաջին, ինչպես կեղծավորներն են անում ժողովարանների մեջ և փողոցների մեջ, որ փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, նրանք իրանց վարձքն առած են։ Բայց դու երբ որ ողորմություն անես, թող չիմանա քո ձախ ձեռքը, թե ինչ է գործում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո հայրն, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանե քեզ։ Եվ երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները, որովհետև նրանք սիրում են ժողովարանների մեջ և հրապարակների անկյուններում կանգնած աղոթք անել, որ մարդկանց երևան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, որ նրանք իրանց վարձքն առած են։ Բայց դու երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը և դուռդ փակած աղոթք արա դեպի քո հայրը, որ ծածուկումն է, և քո հայրն, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանե քեզ։ Եվ աղոթք անելիս շատախոս մի լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրանց շատ խոսելու համար կլսվեն։ Արդ նրանց մի նմանեք, որովհետև ձեր հայրը գիտե, թե ինչ բաներ պետք են ձեզ, ձեր նրանց խնդրելուցն առաջ։ Արդ դուք այսպես աղոթք արեք. «Մեր Հայր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքումն, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, և թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եվ մի տանիր մեզ փորձության մեջ, այլ ազատիր մեզ չարիցը, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս ամեն։ Որովհետև եթե դուք մարդկանց իրանց հանցանքները թողեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կթողե, իսկ եթե դուք մարդկանց չեք թողել նրանց հանցանքները, ձեր հայրն էլ չի թողի ձեր հանցանքները։ Եվ երբ որ ծոմ եք պահում, տրտում մի լինեք ինչպես կեղծավորները, որովհետև նրանք իրանց երեսները տխրեցնում են, որ մարդկանց ծոմ պահող երևան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, թե նրանք իրանց վարձքն առած են։ Բայց դու ծոմ պահելիս գլուխդ օծիր և երեսդ լվա, որ մարդկանց ծոմ պահող չերևաս, այլ քո հորը, որ ծածուկումն է, և քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանե քեզ։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրից վրա, ուր որ ցեցն և ժանգն ապականում են, և ուր որ գողերը պատը ծակում են և գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեցեք երկնքումը, ուր ոչ ցեց և ոչ ժանգ չեն ապականում, և ուր գողերը պատը չեն ծակում և չեն գողանում, որովհետև ինչտեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը։ Մարմնի ճրագն աչքն է, արդ թե որ քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լուսավոր կլինի, բայց թե որ քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խավար կլինի։ Ուրեմն եթե այն լույսն, որ քեզանում է, խավար է, ապա խավարը որքան ավելի։ Ոչ ով չի կարող երկու տերերի ծառայել, որովհետև կամ մեկին կատե և մյուսին կսիրե, կամ մեկին կմեծարե և մյուսին կարհամարե։ Չեք կարող Աստծուն ծառայել և մամոնային։ Սրա համար ասում եմ ձեզ, հոգս մի անեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, և ոչ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքը ավելի է կերակուրիցը, և մարմինը հագուստիցը։ Մտիկ արեք երկնքի թռչուններին, որ չեն սերմում, և ոչ էլ հնձում, և ոչ ամբարների մեջ ժողովում, և ձեր երկնավոր հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք նրանցից ավելի լավ եք։ Հիմա ձեզանից ով կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել, և հագուստի համար ինչ եք հոգս անում։ Մտիկ արեք դաշտի շուշաններին, թե ինչպես են մեծանում, ոչ ջանք են անում և ոչ մանում, բայց ասում եմ ձեզ, թե Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մեջ նրանց մեկի նման չհագավ։ Իսկ թե որ դաշտի խոտը, որ այսօր կա և էգուց փուրն է գցվում, Աստված այնպես է հագցնում, չէ՞ որ շատ ավելի ձեզ, թերահավատներ։ Ուրեմն հոգս մի անեք ասելով, թե ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, որովհետև այդ ամենքը հեթանոսներն են խնդրում, որովհետև ձեր երկնավոր հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք, և այդ ամենքը կտրվի ձեզ։ Ուրեմն էգուցվա համար հոգս մի անեք, որովհետև էգուցվա օրն իր համար հոգս կանե, օրվա համար բավական է իր նեղությունը։